Իհարկե եմ ասում, մենք այս ամեն ինչի մասին խոսում ենք, եկեք ասենք, որ այո, լիքը բան է լինելու, որ հենց հունվարի 1-ից սենց չի աշխատելու։ Ընդ որում անեինք բանի ենթադրենք սեպտեմբերի 1-ից էլի լինելու էր, որովհետև ասում եմ, բարեփոխում պետքա գա, իր խնդրին կյանքում հանդիպի, որ ինքը սկսի կենթանանալ։ Բայց այս նախագիծը, որ մենք պետքա իրականացնենք, եւ այո, պետքա հետեւողական աշխատենք եւ բերենք հասնենք կետի։ Համեցեք ոնց խաչատրեմ։ Վարչապետ, ըստ էության խոսվեց արդեն այն մասին, ինչի մասին ես ուզում էի նշել, պարոն Թորոսյանը սկսեց այդ հարցին մոտենալ, մենք երբ որ իհարկե սա նաև կառավարության ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը, երբ որ ազգային ժողով տանենք այն ժամանակ կարելի արդեն քանակապես ճիշտ չափել եւ ասել, բայց այն բազմաթիվ մարդիկ, ովքեր 65 բարձր թոշակային տարիքում են եւ արդեն նշվեց, որ իրենցից շատերը այսօր այդ առողջապահական ծառայություններին հասանելիություն չունեն, այս եղանակով իրականում միջին կենսաթոշակի ավելացում են ստանում, որովհետեւ այն ինչ որ երեք պարոն Թորոսյանն էլ իր զեկույցում ազգային ժողովում նշեց, ասաց երկու ցուցանիշ կա այնտեղ, մեկը նվազագույն թոշակ եւ սպառողական զամբյուղի արժեք եւ միջին կենսաթոշակ եւ սպառողական զամբյուղի արժեք։ Մենք այն ժամանակ հաշվետվությամբ կպարզաբանենք նաեւ թե ում վրա է դա անդրադարձել եւ ըստ էության դա լուծում է նաեւ կարեւոր ծրագրային այդ խնդիրը եւ խոստումը։ Շատ լավ, իմիջիալոց խորհրդանում վիճկոմին լավ քննադատում էին, դուք այնտեղ չէիք, պարոն Մնացականյան, որ արձագանքեիք, բայց ես առաջարկել եմ, որ դուք գնաք իրանց այդ հանդիպումների ժամանակ արձագանքեք։ Էլ ասում են, որ մենք ձեր վրա ճնշումներ ենք գործադրում, որ դուք թվեր նկարեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ։ Հա, պարոն։ Կարելի է։ Լսում եք քննարկումները թե չէ։ Ոչ միայն լսում ենք, այլ նաև արձագանքել ենք, արդեն հրապարակվել է եւ շատ կոնկրետ, փաստարկված ձևով, պարոն վարչապետ։ Վիճակագրական կոմիտեն հիմնազուրկ է որակել ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքները, հրապարակվել է փաստարկված բոլոր հիմնավորում։ Եթե կարելի է մի բան էլ էստեղ ավելացնեմ, եթե թույլ կտաք։ Հա, կարճ խնդրում եմ ուղղակի։ Ջորջթաունի համալսարանը, երբ որ ամերիկյան Medicare համակարգներ կիրառում, շատ հետաքրքիր թվեր բերեց, որ 70-ականներին նույն կուրսի 17 բժիշկների նույն արյան անալիզն էին տվել ախտորոշման համար, 8 տարբեր ախտորոշում էին ստացել։ Իսկ 2000-ականների կեսին, երբ որ թվայնացրել են, այլ շրջանավարտների արդեն նույն ախտորոշումն են ստացել, այնպես որ թվայնացումը օգնում է, իհարկե արհեստական բանականություն այն ժամանակ դեռ չկար։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված ուրիշ էլ ինչ դիտարկում ունենք։ Տիկին Ավանեսյան, այսքան շատ քննարկում ենք, խոսում ենք եւ հարգելի գործընկերներ, պետք է շարունակել քննարկումներ, շարունակել լուսաբանել, որովհետեւ ինքը իրոք շատ մեծ ծավալ է, այս մենք ժամերով էլ խոսանք, կարող ենք խոսալ եւ էլի հարցեր կծագեն, արդեն հարցերը կվերաբերվեն կոնկրետ ծառայությունների համավճարի դեղեր ձեռք բերելու եւ այլն եւ այդպես շարունակ համակարգերին անընդհատ մարդիկ պետքա իմանան ինչի մասին ենք մենք խոսում, որովհետեւ կարող է մեր ողջևորությունը այս բարեփոխումից կարող է կողքից տպավորություն այդ ողջևորությունը եւ իրական ծավալների մեջ անհամապատասխանություն տեսնեն մարդիկ, եթե պիտի տեսնեն, այսօրվանից մենք իրանց դրան պիտի պատրաստենք։